Հետևում եմ, թե ոնց է համացանցում ժողովուրդը ուրախացած Վարդան Ղուկասյանի համար, հարգելներս, ես էլ ձեր պես, բայց կուզենայի մի բան նշել, հարգելներս, ես տեսնում եմ մեր ուրախության էյֆորիան ինչքան շատ մեծ է, ուստեղ մի կա շատ վտանգավոր պահ, որ արդեն տեսնում եմ, որ համացանցում պտտվում է, դա այն է, որ մարդիկ գրում են, ասում են Վարդան Ղուկասյանը ազատության մեջ է, Վարդան Ղուկասյանը շտով էֆիր դուրս կգա, Ժորժ ջան, չէ, հələ որ միշտ տապեք, առաջ մի ընկեք, էլի, հələ դատական վճիռ չկա, դատական ակտ չկա, հա, դատը անցել է իր շահ Վարդան Ղուկասյանի, բայց դեռ դատարանը իր վճիռը չի հայտարարել, դատական ակտը չի հայտարարել, դրա համար եկեք սպասենք ժողովուրդ ջան, թե չէ մոտս նես տպավորությունն է, որ արդեն մարդիկ սպասում են, թե երբ է Վարդան Ղուկասյանը էֆիր դուրս գալու, այսինքն մի քիչ երկար process է, կարող է հիմա դատական այդ վճիռը վաղ ընդունեն, կարող է մի շաբաթ հետո ընդունեն, կարող է մի ամիս հետո ընդունեն, դրա համար հարգելիներս, եկեք սպասենք, իհարկե ուրախացած ենք, ես հասկանում եմ, բայց թող շատ չանցնի այդ էյֆորիան, էլի, շատ չերեսչուր պատալոգ չանցնի, հասկանանք, որ այս process-ը պետք է սպասենք, դատական վճիռը նորմալ ընդունեն, հասկացանք Ժորժ ջան իրար, ու հետո մի բան էլ կա, ստեղ մենք գիտենք, որ Հայաստանը, բացի նրանից, որ կար վճիռ, որ արտաքսեն, թե չարտաքսեն, մի հատ այդպիսի ակտ կար, երկու ընդեղ բաներ, գործեր, մի գործը, որ արտաքսեն, թե չարտաքսեն, ու երկրորդ գործն էլ դա այն էր, որ Հայաստանը մեղադրանքներ առաջարկում Վարդան Ղուկասյանին, մենք հիմա չենք իմանում, թե որ դատն ենք մենք շահում, արտաքսելու, չարտաքսելու, թե Հայաստանի մեղադրանքները, դրա համար էլի մենք պետք է մի հատ հասկանանք, որովհետև կարող է մեկ է տեսար, այս մի արտաքսելու հարցը մենք հաղթեցինք, այնտեղ դուրս է գալիս հիմա Հայաստանի մեղադրանքները, կամ ընդհակառակը մեղադրանքները մենք հաղթեցինք, հիմա արտաքսելու հարցն է գալիս, այնտեղ տարբեր բայր կա, դրա համար սպասում ենք, էյֆորիայի մեջ չենք ընկնում ու առաջ չենք ընկնում, սպասում ենք դատական նիստին, հարգելիներս, ես էլ ձեզպես ուրախ եմ, ես էլ ձեզպես ուրախանում եմ, բայց դեռ ամեն ինչ վերջացած չի, սպասում ենք դատական վճռին։